Վիլյամ Սարան, նարինջներում։ Նրան ասված էր միայն երկու նարինջ բռնել ձեռքի մեջ և ժպտալ բոլորին, որպեսզի նրանք գան և գնեին իր մոտից։ Նրան այդ ամենը ասում էր մեր հերոսի քեռին, Ջեկը։ Տղայի անունը Լոկի էր, և նա ասում էր. Լոկի, վերցրու երկու նարինջ ձեռքդ և բոլորին ժպտա, ով որ անցնում է, որպեսզի նրանք գան և գնեն քո մոտից, տես որ ժպտաս, բոլորը կգան և կգնեն քո մոտից, իսկ որ չժպտաս, ոչ մեկ քեզ չի մոտենա։ Լոկին անընդհատ ասում էր. լավ։ Մի անգամ, երբ որ նրանք տուն էին վերադառնում, դատարկաձեռն Ջեկի կինը նրան ասաց, թե լավ կլիներ, որ նա իր եղբորի հետ մահանար։ Լոկիի հայրը մահացել էր, իսկ Ջեկը Լոկիի հոր փոքր եղբայրն էր։ Փոքր եղբայրն էր։ Այդ պատճառով էլ նա նայում էր Լոկիին։ Նա անընդհատ ասում էր, որ ճիշտ կլիներ, որ նա իր եղբորի հետ մահանար և դրան նման տարբեր բաներ։ Եվ ամեն անգամ լաց լինում։ Իսկ նա ամեն անգամ ասում, թե Ջեկը էլի, ամեն անգամ ասում, որ ինքը սկզբում կսպանի իր կնոջը, հետո իրեն։ Եվ կինը ավելի էր լացում, այս անգամ ոչ թե հուզվածությունից, այլ բարկացությունից։ Ամեն անգամ իրար վրա նրանք գոռում էին, բայց Լոկին ստիպված այն ամենը, ինչ ասում էր իր քեռի Ջեկը, անում էր, որովհետև գիտեր, որ եթե չաներ, ապա կլիներ նույն կռիվը։ Նա նույնպես Լոկին չէր կարող բոլորին ժպտալ, որովհետև ծեծված էր։ Նույնն էլ Լոկիի հորեղբայր Ջեկը։ Ամեն անգամ նրան ասում էին. երկու նարինջ բռնիր ձեռքդ և ժպտա։ Ամեն անգամ նա այդպես էր անում, առանց ուզելու ժպտում էր։ Այդ օրերից մի անգամ, երբ որ նա կանգնած էր փողոցի մոտ, մի ավտոմեքենա կանգ առավ իր մոտ։ Երևում էր, որ քաղաքից էին։ Երբ որ նա ժպտաց և նարինջներով մոտեցավ նրանց, նրանք լիովին ուրախ չէին և գնացին իրեն ուշադրություն չդարձրեցին։ Նույնիսկ ավտոմեքենայի մեջ եղած երեխան նրան ծամածռեց և դա նրան շատ էր բարկացնում։ Եկավ հաջորդ մեքենան նույնպես քաղաքից, նույն պատմությունը, ուղղակի արդեն ոչ թե երեխան, այլ ուղղակի ուշադրություն չդարձրեցին ու տենց ամբողջ օրը։ Իսկ Լոկին շատ բարկացած էր բոլորի վրա։ Այն պատճառով, որովհետև նա տանջվում էր, կանգնում էր, նարինջներ էր բռնում բոլոր մարդկանց համար, ժպտում էր, որպեսզի իրենք գնեն իրենց մոտից, իսկ իրենք ինչ, ոչ ժպտում էին, ծամածռում էին իրեն, ձեռ էին առնում, ուշադրություն չէին դարձնում։ Այդ ամենը շատ էր բարկացնում Լոկիին։ Վերջ։